Պարոն Օհանյան, դուք ձեր ելույթում նշեցիք, որ խիստ կարևորում եք ոլորտում որոշումների կայացման քննարկումներում մասնակցայնության անհրաժեշտությունը, ասել եք, թե բժշկական հանրույթի, մասնագետների, փորձագետների հետ քննարկումները անհրաժեշտ են։ Հիմա հարց. բոլորս գիտենք, հանրությանը հայտնի է, որ բժիշկների կոնկրետ ասոցիացիաներ միավորվելով դիմել են ազգային ժողովին եւ նրանք պահանջում են խորհրդանական լսումների կազմակերպում, որովհետեւ իրենք քննարկումներում իրենց աշխատանքային վերլուծությունների արդյունքում վեր են հանել բազմաթիվ չլուծված խնդիրներ եւ ուզում են այդ խնդիրները լուծվեն, քննարկվեն առողջապահության ազգային ժողովում։ Եվ մեր հանձնաժողովը բնականաբար դա առաջին մարմինն է, որը անմիջապես պետք է արձագանքի։ Հիմա դուք ընտրվելով հանձնաժողովի նախագահ, ես չեմ էլ կասկածում, որ պիտի ընտրվեք, արդյոք պատրաստ եք կազմակերպել խորհրդանական լսումներ այդ բարձրացված հարցերի շրջանակներում քննարկելու մասնագետների, փորձագետների հետ եւ մյուս կողմից ինչպես եք որպես հանձնաժողովի նախագահ գնահատում փոխնախարարի վարքագիծը, երբ նա հարցերը բարձրացնող բժիշկների նկատմամբ հեգնական ցանցերում հեգնանք է տարածում այն բժիշկների նկատմամբ, ովքեր ապահովելով իրենց մասնակցության հնարավորությունը բարձրաձայնում են խնդիրների մասին։ Խնդրում եմ, խորհրդարանական լսումներին պատրաստում եք կազմակերպել թե ոչ եւ փոխնախարարի վարքագծի գնահատական փորձ եք տալ։ Շնորհակալություն Տիկին Գյուլիան, ես գրությունը տեսել եմ եւ ձեր երեկվա ելույթն էլ լսել եմ հայտարարությունների ժամին եւ նաեւ դուք նշեցիք, որ Հայաստան Դաշինքը ձեր խմբակցությունը հանձնառություն վերցրել է արդեն, չէ՞, ոնց որ լսումներ կազմակերպելու մասով։ Եվ այո, եւ ընտրվելու պարագայում մենք բաց ենք բոլոր քննարկումների համար եւ այդ քննարկումների մասով մենք մեր ակտիվ մասնակցությունը կունենանք։ Հարցերի մեծամասնությունը նաև տեսագրությամբ ես տեսել եւ լսել եմ, որ իրենք հրապարակել էին, դրանց մի մասի վերաբերյալ արդեն կարելի է արձանագրել դրական տեղաշարժ։ Ինչ վերաբերում է փոխնախարարի վարքագծին, ես կարծում եմ, որ այդ հարցի հասցեատերը ես չեմ եւ առհասարակ ով էլ լինի, ով էլ որ լինի, ես դժվարանում եմ գնահատական տալ այն իրավիճակներին, որը կվերաբերվի բժշկական հանրության նկատմամբ հեգնական վերաբերմունքին։ Դա չի կարա լավ լինի, բայց հասցեատերը այդ հարցի ես չեմ։ Դուք երևի թե առիթ կունենաք փոխնախարարի հետ առնչվելու եւ այդ հարցը ուղղելու իրեն։ Շնորհակալություն։ Արձագանք։ Պարոն Օհանյան, չէի մտածում, որ ազգային ժողովի, հանձնաժողովի գործառույթը այսպես հեշտությամբ կհանձնեք Հայաստան խմբակցությանը։ Նախ երեք ես հայտարարել եմ, որ մենք միասին քննարկել ենք հարցադրողների հետ եւ աշխատանքային քննարկման մասին է խոսքը եղել, իսկ ես հարցնում եմ խորհրդարանական լսումներ, որը ավելի լայն գործառույթ է եւ առաջին հերթին հանձնաժողովի։ Հաջորդ հարցը, հիմա հարց, որի մասին ես կուզեի խոսել։ Դուք ծանոթ եք, արդյոք դուք հիմա նշում եք, որ աշխատավարձերը այո չեն վճարվել, ինչ որ խնդիրներ են առաջացել, որովհետև ամեն ինչ չի, որ ճիշտ հաշվարկվել է, ամեն ինչ չի, որ ճիշտ գրանցվել է, այսինքն բուժ ծառայություններ մատուցվել են, բայց նրանք չեն գրանցվել եւ հետեւաբար չեն հաշվարկել։ Բայց բժիշկների բողոքը ոչ թե իրենք կայացրել են X հատ բուժ ծառայություն վարձատրվել են կեսի համար, այլ այն, որ ամեն մի բուժ ծառայության համար վարձատրության չափն է նվազագույն խայտառակ չափ, եւ նրանք այդ չափի մասին է խոսում։ Դուք ծանոթ եք այդ չափերին եւ որտեղից եք ծանոթացել, որովհետեւ հանրությանը հայտնի չէ, եւ եթե ծանոթ եք, համարում եք բավարար թե ոչ։ Ազդանշան եմ տալիս, որ պետք է դադարեցնել։ Ինչ է նշանակում այդ շեշտով չխոսեք իմ հետ։ Ոչ շեշտով, այս շեշտով, ուրեմն մի անցեք ժամանակը, որպեսզի այս շեշտով չխոսեմ ձեր հետ։ Պատասխանեք Տիկին, պարոն Օհանյան։ Շնորհակալություն Տիկին Գյուլիան, մենք որևէ լիազորություններ չենք զիջում, դուք ձեր մասով ձեր հանձնառությունը վերցրած կկատարեք, մենք մեր մասով այո պատրաստ ենք նաև լսումներ կազմակերպել եւ այդ լսումների շրջանակներում առարկայական եւ այդ պայն թիրախային հարցերի լայն քննարկում ունենալ մասնակցային կառավարման համատեքստում։ Իսկ ինչ վերաբերվում է վճարման մեխանիզմներին, այո, որոշակի ծանոթ եմ եւ այդ որոշակի գնային փոփոխությունները նաեւ պայմանավորված են նրանով, որ
Այսօր եւ միգուցե նաեւ դրանք վերանայվեն հետագայում, դա էլ չի բացառում, դա նաեւ կախված է մեր համատեղ քննարկումների արդյունքում, թե ինչ եզրակացության կգանք, որ ծավալները աննախադեպ մեծ են եւ այս փուլում այդ քաղաքականությունը վարելով մենք պիտի հասկանանք նաեւ եւ բալանսավորենք հետագա մեր գործընթացները նաեւ գնային քաղաքականության վերաբերյալ։ Շնորհակալություն։